ուրիշ ձև չկա, դրանք են բարեփոխողները, այդ լեզվով խոսացողներն են բարեփոխողները, հա, դրանք բարեփոխող են, բարեփոխեցին երկիրը, հսկա հայրենիք ենք հանձնել, հազարավոր տղաների մահվան պատճառ են եղել, այսօր մինչև մարդիկ տառապանքի մեջ են, որովհետև իրենց ազգականները, զավակները, հայրերը գտնվում են անհայտության մեջ եւ ոչ մեկ էլ դրա պատասխանը չի կրում, հազարավոր վիրավոր մարդիկ կան, էլ աղքատություն, բան, դրանք չեմ ասում, իսկ կալանավորներին հիմա բարեփոխվող, անցյալ օրը խոսում ենք լավագույն հայ եւ այլն այս մասին, ես ասում եմ, ինչպես կարող է մարդ մտածել լավագույն կամ չգիտեմ ինչ որ արժեք ստեղծած լինելու համար, երբ իր եղբայրները Բաքվի բանտում տառապում են, սա է սրանց բարեփոխածը, եթե ժամանակին Հայաստանում էին մարդիկ բանտարկում, սրանց բարեփոխության արդյունքում մեր եղբայրները, ընկերները, մեր արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում տառապում են, նվաստացման աստիճանի եւ իրենք չեն նվաստանում ընդ որում, բոլորս ենք նվաստանում, սա է դրանց բարեփոխումը, ինչ բարեփոխում որտեղ բլթող երկիրը բարեփոխեն, փորձեն իրենց նստարանները բարեփոխել, այսինքն իրենց կյանքը բարեփոխել են, այո, հսկայական նյութական միջոցներ կուտակելով։ Ինչ կասեք ձեր հոգևոր եղբայրների մասին, որոնք այսպես ասած որոշեցին մասնակցել այդ բարեփոխման ծրագրին։ Ցավում եմ իրենց համար, անկեղծորեն, մենք ճանապարհ ենք անցել, միշտ դժվար է այդ մասին խոսելը։ Գնահատել ենք, անցել ենք։ Եվ անցել անգամ եմ նույնը ասել, իրենց թող չափեն այդ բարեփոխման այսպես կոչված ամփովանու ներքո թող չափեն այս հարցադրման տակ Դադիվանքը, Ամարասը, Ղազանչեցոցը, մեր բոլոր սրբավայրերը ուր են, ով է հանձնել, ուրիշ բան չեմ ասում, թող իրենք ազնիվ կերպով Աստծո առջև, իրենց խղճի առջև խոսեն դրա մասին եւ նայում եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ, անկախ ցավում եմ, շատ եմ ցավում, խղճում եմ նույնիսկ, խղճում, Աստծո ողորմությունը իջնի իրենց վրա։ Շնորհակալ ենք Սրբազան։